Կարծում եմ խոսելու եմ մեր իմացած բաների մասին, բայց նորից վերհիշենք։ Նորից վերհիշենք, որպեսզի արթուն լինենք, որ մենք պայքարի մեջ ենք, որ մենք պատերազմի մեջ ենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Պատգամը վերնագրել եմ կարճ այսպես՝ հսկիր, որովհետև մենք եթե չհսկենք, ուրիշ ոչ մեկ չի հսկելու մեր ընթացքը։ Տեսեք, ինչ է ասում Նահոմի մարգարեության 2-րդ գլխի առաջին խոսքը։ Ասում է, խորտակող է վեր գալիս քեզ դեմ, պահիր պարիսպը, ճանապարհին նայիր, մեջքդ պնդացրու, ուժդ շատ զորացրու։ Հիմնական պատգամը այս համարի վրա է կառուցված, միասին եկեք առաջ գնանք։ Առաջին բանը, որ այստեղ ասում է խորտակող է գալիս կամ կործանող է վեր գալիս քեզ վրա։ Սա զգուշացում է, որ մարդը տեղյակ լինի։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ մենք տեղյակ լինենք թշնամու մասին, որ կա թշնամի։ Եկեք խոստովանենք, որ երբեմն մենք այնպես ենք ապրում, կարծես թե չկա թշնամի։ Եվ կործանողի մասին պետք է տեղյակ լինենք, որովհետև մեր դեմ ուղված պայքար կա։ Ինչու, որովհետև անտեղյակ քրիստոնյան խոցելի է։ Երբ քեզ դեմ հանկարծակի են դուրս գալիս քեզ վնասելու, դու պատրաստ ես պաշտպանվելու, պատրաստ ես արձագանքելու։ Եվ պետք է հիշենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը։ Տեր Հիսուս անձամբ սովորեցրեց Հովհաննես 10-րդ գլխի 10-րդ խոսքը։ Ասում է, գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի եւ կորստյան մատնի։ Ինչի ասեց Տերը սա, որ մենք տեղյակ լինենք, որ կա գող, կա թշնամի, որ միայն մեկ նպատակի համար է գալիս։ Եվ այդ նպատակն է գողանալը, սպանելը, կորսնելը, կորստյան մատնելը։ Բայց եթե ես չհսկեմ, գողը կհաջողվի իմ կյանքի մեջ, որովհետև նա ծրագիր ունի գողանալու, նա ծրագիր ունի սպանելու եւ կորստյան մատնելու։ Եվ հայտնի, շատ հայտնի մի տեղ Եփեսացիս 6:12-ը հստակ ասում է, թե ում դեմ է մեր պատերազմը, որովհետև մենք մարդկանց հետ չենք պատերազմում։ Սուրբ Գիրքն ասում է, որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ։ Ես կուզեմ 1000 անգամ սա ասել, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ։ Այդ կռիվներն ու պատերազմները, որ մեր մեջ բարձանում են մարդկանց նկատմամբ, Սուրբ Գիրքն ասում է դադարիր պատերազմելուց։ Քո բանը չի դա։ Այլ իշխանությունների, պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Սա գրում է Եփեսացիների եկեղեցուն առաքյալը։ Եկեղեցուն ասում է, եթե պատերազմ ունես, պատերազմդ միայն հոգևոր է։ Մարմնի ու արյան դեմ չէ։ Փաստ է, որ մենք պատերազմի մեջ ենք։ Իսկ եթե չգիտեինք, այսօր կիմանանք։ Իսկ մեր թշնամու հետ մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել, ինչպես այսօր օրինակ անում են շատ երկրներ, իրենց թշնամիների հետ խաղաղության պայմանագիր են կնքում, որովհետև մեր թշնամին մշտական թշնամի է։ Նրա մեջ խաղաղություն չկա։ Եվ մեզանից յուրաքանչյուրը անելիքներ ունի Աստծո ժողովուրդ։ Մենք չենք կարող ուղղակի մեր ձեռքերը ծալած նստել եւ սпасել, կողից դիտորդ լինել, թե ինչպես կավարտվի մեր կյանքում մեր պատերազմը։ Ներեք։ Առաջ անցնելով երկրորդ կետին, որ ասում է պահիր կամ պահպանիր պարիսպը։ Կարծում եմ շատ կարևոր բան է սա քրիստոնյայի համար։ Բայց եկեք այստեղից սկսենք, հա, նախ եւ առաջ պետքա պարիսպ լինի, որպեսզի պահես։ Որ պարիսպ չկա, ինչը պահես։
Ես կարծում եմ, որ Պարիսպը դա մեր աստվածապաշտության արժե համակարգն է, որը ձևավորվում է Աստծո խոսքի միջոցով։ Եվ Պարիսպի ամեն քարը իր նշանակությունն ունի։ Իսկ սա նշանակում է, որ եթե որևէ արժեք իր տեղում չէ, մենք թշնամու համար դառնալու ենք խոցելի։ Քիչ հետո մի հատ նկար կա, միասին կդիտենք եւ կարծում ավելի պատկերավոր, ավելի པարզ կլինի բոլորիս համար սա։ Այսպիսով մեր հոգևոր կյանքի մեջ կարևոր նշանակություն ունի Պարիսպի արկայությունը։ Բայց ոչ պակաս կարևոր է նաեւ պահպանությունը։ Կարող ենք ասել ոմանք Պարիսպը կառուցեցին եւ մտածեցին հանգստանալու ժամանակն է եւ ցավոք սրտի վնասվեցին, որովհետեւ պետք է Պարիսպը պահպանել։ Ինչու, որովհետեւ մի բան է Պարիսպը կառուցելը, մի բան է կառուցածը պահելը։ Որովհետև ցավոք սրտի նորից ուզում եմ ասել, շատերը կառուցեցին, բայց այդպես էլ հետևողական չեղան կառուցածը պահելու, դրա համար թշնամի եկավ գողացավ, սպանեց, կորուստյան մատնեց, քանդեց այդ կառույցը։ Պարիսպն է մեր ապահովությունը, աստվածապաշտության արժեքների մեջ մնալն է, Աստծո սահմանի մեջ մնալն է մեր ապահովությունը, Աստծո ժողովուրդ։ Եվ գիտենք, որ Հայտնություն 3:11 ասում է. «Պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը»։ Ուրեմն, եթե ինչ-որ բան ունենք արդեն, եթե ինչ-որ բան կառուցել ենք, փառք Տիրոջը դրա համար, բայց կառուցածը պահել է պետք։ Եթե համաձայն կլինեք, ասեք ամեն։ Պահելը սա պատվեր է, որովհետև գողը միշտ գալիս է գողանալու։ Եվ եթե նրան հաջողվեց գողանալ մեր Պարիսպի որևէ արժեք, նա այդ անցքից խոցելու է մեզ շարունակ եւ թուլացնելով քանդելու է մնացած արժեքները։ Եվ ի վերջո մենք բացահայտելու ենք, որ մեր հոգեվոր արժե համակարգը թալանվել է եւ կործանվել։ Ուրեմն, երբ որ թույլ ես տալիս, որ թշնամին գողանա քո կյանքում որևէ արժեք աստվածային, չեմ շտապում ասել, որտեվ քիչ հետո դրան անդրադառնալու եմ։ Որևէ քար տեղից հանի, վերջո հաջողվի նրան, որ քանդի քո Պարիսպը, ինքը անպայման խոցելու է քեզ հենց այդ տեղից։ Ինչ արժեք, որ հանվել է քո Պարիսպից, հենց այդ տեղից խոցվելու ես։ Եվ գիտեք, նա անգութ է, նա չի բավարարվում մեկ արժեք քեզանից գողանալով, մեկ անգամ քեզ խոցելով, նա շարունակ պայքարում է, որպեսզի քանդի ամբողջությամբ այդ պաշտպանությունը եւ քեզ լիովին պարտության մատնի։ Սա չեմ ասում մեզ վախեցնելու համար, սիրելի Աստծո ժողովուրդ, սա ասում եմ մեր զգաստության համար, մեր արթուն լինելու համար, զգաս լինելու համար, հսկելու համար, որովհետեւ մենք Տեր ունենք, ով մեզ հետ է այս պատերազմը պատերազմելու, բայց նա սովորեցնում է մեզ կառուցել, սովորեցնում է մեզ կանգնել եւ արթուն լինել եւ հսկել, որովհետեւ բանկա դա մեր անելիքն է, ժողովուրդ։ Այո, եթե Տերը չպայի, զուր են պահապանները, բայց եթե դու արթուն չլինես, թշնամին ինչ որտեղ հաջողվելու է քո կյանքի մեջ։ Մի հատ միասին այդ նկարը դիտենք, հա։ Ինչպես ասում էի, որ Պարիսպը դա մեր հոգևոր արժեքներն են, աստվածապաշտության արժեքներն են, որը քարը քարի վրա դնելով մենք կառուցում ենք։ Եվ սա մեր պաշտպանությունն է։ Եվ այստեղ վերցրել եմ ներումը օրինակի համար։ Երբ որ թշնամուն հաջողվեց այս ներման քարը տեղից հանել, ինքը կրակոտ նետով հասնելու է քեզ։ Սա պատկերավոր կերպով ասեցի, որ տեսեք, այստեղ սպառազինությունը հագած կանգնած է քրիստոնյան եւ հսկում է, բայց այստեղ ետևանց շրջված է, որովհետեւ ներելու խնդիր ունի։
ուզենք թե չուզենք, հենց այդտեղից խոցվելու ենք։ Եվ եթե այդ հարցը չլուծենք եւ այս քարը տեղը չդնենք, մնացած արժեքներն էլ կամաց սկսելու են քանդվել։ Եվ թշնամին ի վերջո իր նպատակին հասնելու է մեր կյանքի մեջ։ Ես այստեղ վերցրել եմ ներումը, բայց ցանկացած արժեք կարող ենք վերցնել մեր կյանքում։ Եվ գիտեք, միանգամից այդ քարը իր տեղից չի շարժում։ Միանգամից այդ քարը չի ընկնում։ Նա շարունակ հարվածում է։ Շարունակ կարող են քեզ վիրավորանքներ հասնել։ Բայց եթե դու հանձնվեցիր, բայց եթե դու հսկելուց դադարեցիր, նա անպայման իր նպատակին կհասնի եւ այդ քարը քո կյանքում կընկնի եւ դու խոցվես։ Պիտի խոստովանենք, որ խոսվել ենք միգուցե շատ բաների մեջ։ Բայց սա չի նշանակում, որ պետք է համակերպվենք, դե խոցվել ենք, դե արդեն վնասվել ենք, արդեն ուշ է, ոչ։ Հնարավոր է ապաշխարությունով նորոգվել, հնարավոր է այդ վիրավորանքը սրտից հանել, հնարավոր է նորից հարաբերությունները բժշկել, վերականգնել, նորից քարը քարի վրա դնել։ Եվ հետևանքը կլինի այն, որ մենք կբժշկվենք, նորից պարիսպիր տեղում կլինի եւ թշնամին հասանելի չի լինի քո կյանքի մեջ։ Իսկ մենք չենք կարող պահել պարիսպը, եթե չհսկենք աղոթքի մեջ։ Առաջի Պետրոս 5:8 հետևյալն է ասում. Արթուն եղեք, հսկեցեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գորոս առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա։ Կարծում եմ այդ նկարից հետո պարզ էր, ինչ է նշանակում հսկել։ Ուրեմն, եթե չենք հսկում, թշնամի կա, ոսող կա, ում անունը սատանա է, ով պտտվում է, ման է գալիս, թե որին կուլ տա։ Ինքը ինչ որ անցք է ման գալիս, որտեղից կհաստի քեզ։ Բայց Սուրբ Գիրքն ասում է սատանային տեղ մի տվեք։ Ամեն։ Եփեսացիս 6:18-ում ասում է ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով եւ նրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ եւ ամեն աղաչանքով ամեն սուրբերի համար։ Նորից այս խոսքերը թող դաջվի մեր սրտերի մեջ։ Հստակ Սուրբ Գիրքը պատվեր է տալիս մեզ։ Այս այն հատվածն է, որ խոսում է սպառազինության մասին եւ այնուհետեւ ասում է, այդ որ սպառազինությունը հագել է, սա մեր խոսքերով ասեմ։ Դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է։ Դու պայքար ունես մղելու։ Եվ ասում է ամեն աղոթքով աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ։ Կարանք իրար հետ ասենք ամեն ժամանակ։ Մեկ ու մեզ չէ։ Շաբաթը մեկ չէ, ժողովուրդ ջան։ Երկու օրը մեկ չէ, ամեն ժամանակ։ Եվ ասում է հոգով աղոթք արեք եւ սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ։ Հարատև աղոթքի մեջ եղեք։ Ուրիշ կերպ ասած, մենք պետք է պահակություն անենք կամ տիրություն անենք, հոգ տանենք մեր հոգևոր կյանքի համար։ Որովհետև այլ կերպ հնարավոր չէ։ Որևէ մեկը, ով դադարել է արթուն լինելուց, հետևանքը տեսել ենք։ Եկեղեցում քեզ կծառայեն, քեզ կքաջալերեն, կհորդորեն, քեզ համար կաղոթեն, բայց բան կա, որ հենց դու պետք է անես։ Արա ձեռքդ բարձրացնես։ Բան կա, որ հենց դու պետք է անես։ Քո անձնական աստվածապաշտությանը դու պետք է հետևես։ Եղբայրները, քույրերը քեզ կքաջալերեն, քեզ կծառայեն, կզանգեն քեզ, կհիշեցնեն աստվածաշնչյան համար կուղարկեն, չեմ եկեղեցում դրա մասին խոսվի, բայց քո անելիքը քո փոխարեն ոչ մեկ չի կարող անել։ Մենք ամեն մեկս որոշում ենք մեր աստվածապաշտությունը կառուցել, թե մատների արանքով նայել, բացի թողի վիճակում։ Աղոթքը կարծում եմ նորություն չի այս մասին խոսելը, բայց ամենակարևոր հիմքերից է մեր կյանքի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Առանց որի մենք չենք կարող, առանց որի հնարավոր չի։ Լավ, առաջ անցնեմ։
Հաջորդ բանը, որ ասում է այստեղ, ասում է ճանապարհին նայիր, կամ ուշադրություն դարձրու ճանապարհիդ։ Մենք մշտապես կարիք ունենք նայելու մեր ճանապարհին։ Սովորաբար ինչի համար են նայում ճանապարհին, որպեսզի չշեղվեն։ Վարորդները լավ գիտեն, ինչի համար են ուշադիր ճանապարհին, որպեսզի վթար տեղի չունենա, որպեսզի վտանգից փախցնեն, մեր բառերով ասած։ Իսկ ճանապարհը հասկանալու համար, վտանգներից զգուշանալու համար մեզ ճանապարհային քարտեզ է պետք։ Իսկ մեր ճանապարհային քարտեզը դա Աստծո խոսքն է, Աստծո խոսքն է, որի բացակայության պատճառով շատերը շեղվեցին ճշմարիտ ճանապարհից եւ շատ մեծ կորուստներ ունեցան իրենց կյանքում։ Երբ քրիստոնյան Աստծո խոսքը լավ չգիտի, նա սկսելու է կամ տրամաբանությունով շարժվել, կամ կռահելով։ Մեր այդ պատահելա թե չէ։ Որ դու չգիտես ճանապարհը գնալու, ինչ ես անում, տրամաբանում ես։ Երևի աճ պետքա գնամ։ Գնում ես, եկել հասկանում ես, որ փակուղու ես հանդիպել։ Կռահելով, լավ, ուրեմն որ աճ չէր, ձախ պետքա գնամ։ Ձախ ես գնում, հասկանում ես, որ մոլորվել ես, էլ չես կարողանում վերադառնալ։ Ուրեմն մեզ պետք չի կռահելով մեր հոգևոր կյանքը ապրել։ Մեզ պետք չի տրամաբանության հիման վրա ապրել։ Դե ես սենց եմ մտածում։ Շատ լավ։ Բայց եթե մենք ասել ենք դու ես Տերը, եթե մենք ասել ենք ես իմ կյանքը քեզ եմ տալիս, ուրեմն մենք պետքա բացառապես առաջնորդվենք նրա խոսքով։ Իսկ նրա խոսքը հաստատ մեզ ճիշտ ճանապարհը ցույց է տալու եւ միջև վերջ տեղը հասցնելու, որովհետեւ նրա խոսքը շատ համարներ կան, բայց բոլորը չեմ անե, լույս է մեր ճանապարհին։ Մեր գնալու ճամփան մեզ ցույց է տալիս։ Եվ այստեղ մի բան ասեմ, նոր անցնենք առաջ։ Հիշեցի, որ այդ երկնային մարդը գրքի հեղինակը, ով շատ մեծ հալածանքներ էր կրել, եկել էր տարիներ առաջ Էմանուել եկեղեցում կոնֆերանս էր, այդպես հանդիպում էր, եւ մի հետաքրքիր բան տեսա, որ դուրս շատ եկավ։ Այնտեղ երբ որ ինքը բացում էր Աստվածաշունչը կարդալու, ասենց ասում էր խնդրում եմ ոտքի կանգնեք։ Եվ ասում էր մեր մոտ մենք այսպես ենք անում։ Երբ որ Աստծո խոսք ենք կարդում, ոտքի ենք կանգնում, ցույց տալով մեր պատկառանքը, մեր հարգանքը, մեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ։ Լավ, չեմ առաջարկում, որ ոտքի կանգնենք, բայց գիտեք ինչ եմ առաջարկում, որ ամեն անգամ, երբ որ այստեղից Աստծո խոսք եք լսում, թող ուշադրությունդ ոչ միտեղ չլինի, ուրիշ բանով մի զբաղվի, խնդրում եմ քեզ, քո վերաբերմունքով դու արտահայտելու ես կամ հարգում ես Տիրոջ խոսքը կամ անարգում ես։ Այստեղից Աստծո խոսք խոսվում է, բայց մարդիկ ուրիշ բաների մեջ են, ուրիշ բաներով են զբաղվում։ Մենք լուրջ պետք է նայենք սրան, սիրելի Աստծո ժողովուրդ։ Շատ լուրջ պետք է վերաբերվենք պաշտամունքին։ Պաշտամունքի ժամանակ ուրիշ բանով մի զբաղվի։ Պաշտամունքը, Աստծո խոսքը, նրա ներկայությունը շատ կարևոր է եւ հարգանքի արժանի։ Եվ սրա մասին կարծում եմ մենք պետքա լավ իմանանք եւ որոշում ունենանք զգաստությամբ վերաբերվել Աստծո խոսքին, ամենայն հարգանքով, ակնածանքով վերաբերվել Աստծո խոսքին։ Իսկ տրամաբանությունով կամ կռահելով հնարավոր չի ճիշտ ճանապարհը գտնել եւ գնալ։ Մենք խոսքի կարիք ունենք։ Կարող ես ասել ես խոսքի կարիք ունեմ։ Խոսքը մեզ մեր գնալու ճամփան ցույց է տալու ժողովուրդ։ Խոսքը մեզ առաջնորդելու է։ Խոսքով առաջնորդվելով դու երբեք չես մոլորվելու։ Տեսեք ինչ է ասում Հոբ 34:21-ը, որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են եւ նրա բոլոր քայլերը նա տեսնում է։ Աստված նայում է քեզ
Եվ տեսնում է քո բոլոր ճանապարհները։ Գիտի հիմա ինչ ճանապարհով ես գնում։ Եվ որն է քո նպատակը, որ գնում ես։ Ասում է, եւ ինքը նորություն չի, չէ՞ ժողովուրդ, բայց նորից եմ ուզում հիշեցնենք մեզ։ Քո բոլոր քայլերը գիտի։ Այն հələ որ քայլել չես արել, ինքը գիտի, թե ինչ քայլ պետք է անես հաջորդը։ Սաղմոս 139-ի 23-ից 24-ը, շատ հայտնի մի տեղ։ Սաղմոս 2-ն իր մասին ասում է, բայց կուզեմ այսօր մենք էլ մեր մասին ասենք, բայց գիտակցաբար։ Ասում է փորձիր ինձ ով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը։ Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Եվ տես, թե չար ճանապարհում լինեմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Մի հատ հարց տամ մտածենք։ Մենք պատրաստ ենք Աստծուն ասել փորձիր ինձ։ Բա որ փորձի, ինչ դուրս կգա։ Բա որ քննի, ինչ կգտնի։ Բայց գիտես, մի ուրիշ տեսանկյունից էլ ասեմ, որ դատապարտության մտքով չհասկանանք։ Եթե դու ապաշխարող մարդ ես, եթե սիրտդ ուղիղ է Տիրոջ առաջ, եւ դու ուզում ես իրականում փոխվել, եւ գիտես, որ նա քեզ կօգնի, որ դու ճանաչես քո վիճակը եւ փոխվես, դու համարձակ կարաս ասես, Տեր, ես պատրաստ եմ, փորձիր ինձ։ Էս որ ասում է եւ տես թե չար ճանապարհում լինեմ, ուզում եմ ասեմ, մտան միջև է չգիտեր Աստված չար ճանապարհում էր թե չէ։ Էս քո համար է, էս իմ համար է։ Էս փորձվելը մեր համար է, ժողովուրդ ջան։ Էս քննվելը նրա կողմից մեր համար է։ Եվ եթե նա բացահայտեց, դու ճանաչելու ես, դու հասկանալու ես, եւ շարունակության մեջ ասում է առաջնորդի ինձ քո հավիտենական ճանապարհի մեջ։ Այսինքն եթե մի տեղ կա անգամ ես չեմ հասկանում, որ սխալ ճանապարհ եմ բռնել, գնում եմ մի ուղղությամբ, որ կորուստ է, չար է քո աչքին, ես համաձայն եմ, որ դու փոխես իմ ուղղությունը։ Եվ ոնց ասես, տենց եմ գնալու։ Որովհետև ես աղոտ կանող մարդ, ես գիտակցությունը պիտի ունենա, դեր ոնց ասես, տենց եմ գնալու։ Այս բացահայտումը արդեն ասեցի, ոչ թե մեզ համար է, ոչ թե Աստծո համար է, այլ մեզ համար է։ Եվս մի համար էլ կարդամ ես կետի մեջ, Սաղմոս 101-ի 6-ը։ Ասում է իմ աչքերը երկրի հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն, անմեղ ճանապարհ գնացողը կծառայի ինձ։ Ինձ համար այս համարը նորովի բացահայտում էր։ Եվ մտածում եմ, ինչի համար ոմանք չեն ծառայում Աստծուն, կամ լավ չեն ծառայում, որովհետև իրանց ճանապարհը անմեղ չի, եւ իրանք դրա մասին գիտեն։ Եվ այդ մեղավոր ճանապարհը արգելք է իրանց համար ծառայության մեջ քայլ անելու։ Իրանց խղճմտանքը իրանց տանջում է, որովհետև իրանք գիտեն ծուռ ճանապարհներ կա իրանց կյանքի մեջ։ Գիտեն, բոլորը չգիտեի, բայց Աստված գիտի։ Ես էլ որ պետք է ծառայեմ, նրան եմ ծառայելու։ Չնայած հակառակ բանն էլ պատահում մեկ-մեկ, մարդը գիտակցելով, որ Աստված գիտի, ծուռ ճանապարհի մեջ քայլում է ու համարձակվում է այդպես ծառայել, բայց ցավոք սրտի դա երկար չի տևում։ Մարդը կամ ապաշխարելու է, կամ վնասվելու է։ Փաստորեն այսքան կարևոր է ճանապարհին զգուշություն անել Աստծո ժողովուրդ։ Հսկել, ուշադրություն դարձնել, քննել, արդյոք ես ճշմարիտ ճանապարհի մեջ եմ քայլում։ Սա ոչ թե ուզում եմ, որ քո մեջ կասկած գցի դու ճշմարիտ ճանապարհի մեջ ես թե ոչ։ Դու ճշմարիտ ճանապարհն ես ընտրել։ Բայց պիտի խոստովանենք, որ հնարավոր է, որ ճշմարտանման ճանապարհներ քո առաջ հայտնվեն, խաչմերուկներ, եւ դու խոսքի լավ չիմանալու պատճառով մոլորվես։ Սկսես ենթադրություններով շարժվել, մոտավորապես, բայց քեզ պետք չի, մոտավորապես երբեք որոշում մի կայացրու։ Կռահելով երբեք որոշում մի կայացրու։ Եթե Աստծո խոսքը ասում է այսպես է, համարձակ արա, առանց վախենալու։ Հաջորդ բանը,
որ ասվում է այս առաջի խոսքի մեջ, ասում է մեջքդ բնդացրու։ Կարծում եմ լսած կլինենք գոնե շատերս կամ մեծերը, որ մարդու հետ ինչ-որ դեպք է պատահում, ասում է մեջքս կոտրվեց, մեջքս թուլացավ։ Երբ մարդը թուլանում է, մարդու մեջքը թուլանում, ասում են մեջքդ բնդացրու, մի տղամարդու պես կանգնիր, գլխի կոր մի քայլիր։ Եփեսացիս 6:14 Արդ հաստատ կանգնեցեք, ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված։ Հոգևորապես մարդու մեջքը թուլանում է, երբ ճշմարտության գոտին կապված չէ։ Որովհետև ճշմարտությունը շատ կարևոր արժեք է, ժողովուրդ։ Միասին մի քանի բան հիշենք Աստծո խոսքից։ Համարները չեմ ասի, բայց մի քանի բան գոնե ասեմ, որ ճշմարտության արժեքը մեր կյանքի մեջ ավելի բարձրանա։ Ճշմարտությունը նախ եւ առաջ հենց ինքը Քրիստոսն է, ով վկայեց ու ասաց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ինքն է ճշմարտությունը։ Ճշմարտությունը ճանաչողն է ազատվում։ Հիշում ենք Տիրոջ խոսքը, ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ճշմարտության խոսքը պետք է ուղիղ մատակարարես։ Պողոսը գրում է։ Ճշմարտության խոսքը ուրիշ կերպ պետք չի մատակարարել, պետք չի ծռել։ Կա ճշմարտության խոսք եւ ճշմարտության խոսքը պետք է ուղիղ մատակարարել, ճիշտը խոսել, սրա մասին խոսենք դեռ։ Ճշմարտությամբ պետք է երկրպագել, այսօր լսեցինք։ Ճշմարտությամբ պիտի երկրպագես։ Ստությամբ չէ, կեղծավորությամբ չէ։ Ճշմարտության հոգին մեր մեջ է մեզ առաջնորդելու համար։ Տերն ասեց ճշմարտության հոգին ուղարկելու եմ ձեր մեջ կլինի եւ ձեզ կառաջնորդի ճշմարտության մեջ։ Ուրեմն Աստված մեզ մենակ էլ չի թողել, որ մենք չկողմնորոշվենք որն է ճշմարտությունը։ Սուրբ Գիրքն ասում է պետքա սիրենք ճշմարտությունով։ Հա? Ոչ թե միայն խոսքով, այլ ճշմարտությունով։ Եվ մի բան էլ ճշմարտության մասին, եկեղեցին ճշմարտության սյուն եւ հաստատություն է։ Կարծում եմ հասկանալի է այսքանից հետո, որ ճշմարտությունը մեր աստվածապաշտության հիմքերից է։ Հիմք է ճշմարտությունը։ Եփեսացի 4:25-ը ինչ է ասում։ Նրա համար դեն գցելով ստությունը խոսեցեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերոջ հետ, որովհետև իրար անդամներ եք։ Գիտենք, որ Սուրբ Գիրքը եկեղեցուն ասում է հոգևորապես եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ Քրիստոսը եկեղեցու գլուխն է։ Ասում է իրար անդամներ ենք։ Ուզում ասի դուք մեկ եք, միասնություն եք կազմում։ Քրիստոսինն եք, մեկ մարմին եք։ Դրա համար կարիք չկա իրար հետ ծուռ խոսել։ Կարիք չկա իրար հետ չարությամբ խոսել, կարիք չկա իրար նկատմամբ ատելությամբ լցված լինել, ոչ թե կարիք չկա մեղք ասա Աստծո առաջ։ Եվ ասում է թող ամեն մեկը հստակ պատվեր ասա, ժողովուրդ, ճշմարտություն խոսի իր ընկերոջ հետ։ Եթե միջև հիմա ճշմարտություն չես խոսել, ես խնդրում ու հորդորում եմ այսօր, եկեք որոշում ունենանք ճշմարտությունը խոսելու։ Ճշմարտությունը խոսելը սա այն չի, էլի չեմ ուզում ուրիշ ճշմարտությունը դեմքին, հա, չասեմ էլ։ Սրա մասին չի, ժողովուրդ։ Անկեղծ լինենք իրար հետ։ Օրինակ էլի։ Եղբայրդ քեզ վիրավորել, հա? Վիրավորվել ես։ Գնա ճշմարտությունը ասա իրան։ Ասա աղբերս, որ ես ինչ բանը ասեցիր, հիմա չեմ հավատում, որ ասես պետք է տրամադրված լինենք էլ իրար նկատմամբ, չեմ հավատում, որ դու դիտավորյալ ուզեցել ես ինձ վիրավորես, բայց անկեղծ վիրավորել է, այս ասածդ ինձ։ Ասեցի գամ ասեմ, որ սրտումս բան չմնա, պետք է իրար հետ աղոթենք։ Հաճելի է թե չէ։ Ճշմարտությունը խոսենք իրար հետ։ Որ պահեցիր մեջդ, քեզ է վնասելու։ Իսկ
Գիտենք Աստծո խոսքից, որ ոմանք Աստծո ճշմարտությունը ստության հետ են փոխում։ Կա Աստծո ճշմարտությունը, բայց մարդը որոշում է ընտրել ստությունը։ Սուտ խոսելը, կեղծավորություն անելը, աչքերը ծածկելը, պահելը, թաքցնելը, բայց Սուրբ Գիրքն ասում է ճշմարտությունը խոսեք իրար հետ։ Տեսնում ենք, որ ճշմարտությունը կարևորագույն արժեք է, որով քրիստոնյան պետք է ներկայանա այս աշխարհին, առանց որի ուղղակի հնարավոր չի։ Դες մարդիկ տեսնում են դու ճշմարիտ ես խոսում թե չէ։ Մարդիկ հասկանում են դու ճշմարտությունն ես խոսում թե չէ։ Թե ուզում ես ինչ-որ բան սարքես։ Եվ առանց ճշմարտության ամեն բան խախտվում է, քանի որ ճշմարտությունը սյունն է եւ հաստատությունը եկեղեցու։ Սյուն եւ հաստատություն։ Որ սյունը ծռեցիր, մի օր իրա վրաց հենված բանը ընկնելու է եւ առաջինը դու ես վնաս քաշելու։ Հաստատությունը, այսինքն քրիստոնյան հաստատ կարող է մնալ, եթե ճշմարտության մեջ է։ Եթե ճշմարտությունը իր մեջ է եւ ինքը որոշում ունի ճշմարտության մեջ քայլելու։ Երբ որևէ կառույց ճիշտ չեն կառուցում, դրանք կոչվում են վթարային կառույց, որովհետեւ երբ մի փոքր երկրաշարժ լինի, այդ կառույցը չի կարող դիմանալ։ Սա վթարային շենք է։ Ցավոք պիտի ասեմ, ոմանք իրենց քրիստոնեական կառույցը այսպես են կառուցել, որ մի հատ փոքր քամի է լինում, միանգամից քանդվում են։ Ուրեմն ճշմարտությունով կառուցելը մեր իսկ ապահովությունն է, հավատքի մեջ կանգուն մնալու համար։ Մեր իսկ ապահովությունն է։ Այն որ ասում է, այդքան ջանք ես ներդնում, գալիս ես եկեղեցի, խոսքը կարդում ես, սովորում ես, ուզում ես, որ Աստված կյանքդ փոխի, կառուցվում ես դու այսպես անելով։ Գոնե կառուցելուց լավ կառուցի։ Որ հետո չբացահայտես, որ մի բան այնպես չես արել։ Ճիշտ կառույցը մեր ապահովությունն է։ Առաջի Պետրոս 1:13-ը։ Սրա համար ձեր մտքի մեջքը գոտեպնդած եւ զարթնացած կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հաստում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Սրա համար ասում է ձեր մտքի մեջքը գոտեպնդած, արթուն, զարթուն, հա, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հաստում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ կամ հասնելու է ձեզ։ Փաստորեն միտքն էլ մեջք ունի ըստ Աստծո խոսքի։ Ասում է թող գոտեպնդված լինի։ Գոտեպնդված լինի ճշմարտությունով Աստծո ժողովուրդ։ Եթե գոտեպնդված չեղավ ճշմարտությունով, որ մտքիդ մեջքը ջարդվեց, պարտություն ես կրելու։ Որովհետև այդտեղից է ամենաառաջինը նետերը հասնում։ Բայց եթե գոտևորված է քո մեջքը ճշմարտությունով, իմացիր, հաստատ կանգնելու ես։ Ինչ էլ գա հաստիկ ես, հաստատ կանգնելու ես, որովհետև նախապես գոտեպնդվել ես, որովհետև ճշմարտությունով գոտեպնդված ես։ Եվ վերջին բանը, ասում է ուժդ շատ զորացրու։ Չի ասում է ուղղակի զորացրու, ասում է շատ զորացրու։ Երբ ասվում է ուժդ ավելացրու, սա չի նշանակում, որ միջև այդ ուժ չկար քո մեջ, սա նշանակում է, որ բավարար ուժ չկա։ Կարիք կա ավելի ավելացնելու, որովհետև այն ինչ սպասվում է առջևում, միայն Տերը գիտի։ Բայց մեզ պատվիրում է ուժը շատ ավելացնել։ Նա գիտի մեզ առջևում ինչ է սպասվում։ Նա գիտի վաղը քեզ ինչ է սպասվում։ Դրա համար այսօր քեզ պատվեր է տալիս ուժդ շատացրու, ավելացրու, որովհետև ժամանակներ կգան, քո եղած կարողությունը քեզ այլևս չի հերիքելու։ Դրա համար եթե միտեղ հասել ես, ոնց որ մարդիկ էլ կողից գովում են քեզ, ասում են, «Էս ինչ զորավոր մեկն ես, էս ինչ լավ է քո մոտ ամեն ինչ ստացվում», մի հավատա այդ լուրերին։ Փառք Աստծո, որ ինչ-որ բան ստացվել է մոտդ։ Բայց որ հավատացիր, զմայլվեցիր, ասացիր,
ըհը, ոնց որ տեղ եմ հասել, այդտեղ կնքելու ես քո պարտությունը։ Ուրեմն պետքա ավելի շատացնել ուժը։ Իսկ ինչու պետք է մեր ուժը ավելացնենք եւ շատ զորացնենք, որտեղ այս շար ժամանակների մեջ, այս վերջին ժամանակների մեջ թշնամին իր վերջին ջանքերն է ներդնում, որպեսզի ավելի շատ քրիստոնյաների պարտության մատնի։ Եվ մենք տեսնում ենք մեր շուրջը։ Եվ նա անգութ է, նա չի խնայում։ Այս պատճառով մենք ամեն օրվա, թույլ տվեք ասեմ, ռեժիմով, ամեն օրվա ռեժիմով պետք է զորանանք, որպեսզի կարող լինենք այս պայքարի մեջ ոչ միայն կանգնած մնալ, այլև հաղթել։ Որտեվ Աստված չի ուզում, որ մենք միայն ասես դիմակայենք, կանգնած մնանք այնքանավոր։ Աստված ուզում է, որ մենք հաղթող լինենք։ Եվ գիտենք, հայտնության եկեղեցիների պատգամը, պատգամի ամբողջականությունը նրա մասին է, որ ով որ հաղթի։ Եվ մի բան ասեմ, որ խոսքիս տպավորություն այնպեսին չլինի, որ ես ինչքան շատ բան ունեմ ես անելու։ Այո, դու անելիքներ ունես անելու, բայց ուզում եմ ասել քեզ, դու մենակ չես։ Հաղթողի հոգին ապրում է քո մեջ, դու մենակ չես։ Ինքը ներգործելու է քո մեջ, դու համաձայնվելու ես, ընդունելու ես, հնազանդվելու ես եւ անելու ես ու ստացվելու է մոտդ։ Եվ հասկանալու ես, որ դու մենակ չես։ Մեր զորության աղբյուրը Տերն է, ում հետ խոսքի եւ աղոթքի միջոցով հաղորդակցվելով մենք զորանում ենք եւ հոգեվորապես կայանում ենք։ Նորություն չեմ ասում, բայց ուզում եմ նորից հիշենք։ Նա է մեր զորության աղբյուրը, առանց նրա ոչինչ անել չենք կարող։ Եվ երբ որ դու աղոթքի եւ խոսքի միջոցով հաղորդակցում ես նրա հետ, դու հոգեվորապես կառուցվում եւ կայանում ես։ Ուզում հատուկ ուշադրություն դարձնենք այս կայանել բառի վրա, որ մեկին տեսնում ես իր կյանքը, իր աշխատանքը, իր կարիերան ստեղծած, ինչ որ մի հատ բարձունքի հասել ես աշխարհի մեջ, ասում ես այս մարդը կայացած մարդ է, որտեվ հաջողություններ է գրանցել իր կյանքում։ Ես ձեզ ասեմ, ոչ ավելի պակաս եւ ավելին հոգեվոր կյանքի մեջ մարդը առաջնահերթ։ Ավելին ասեմ, մենք պետք է մեր անձերը հնազանդեցնենք Աստծո խոսքին եւ թույլ տանք, որ խոսքը ձևավորի մեր մեջ աստվածային արժեքները։ Այս խոսքն է ձևավորում մեր մեջ աստվածային արժեքները։ Այս խոսքն է ձևավորում այդ պարիսպը, որ նոր նայում էինք միասին, որը քո հապահովությունն է, որովհետև ցանկացած արժեքի բացակայություն թշնամուն իրավունք է տալիս քո կյանքի մեջ մուտք գործելու։ Բայց երբ որ դու թույլ ես տվել, որ Աստված այս խոսքի միջոցով ձևավորի քո կյանքում իր արժեքները, դու ապահովության մեջ ես ապրելու։ Գայթակղությունները եւ բոլոր հարցակումները գալու են հանդիպեն այդ պարսպին եւ հետ նահանջեն, որովհետեւ դու հաստատ կանգնած ես, հսկում ես։ Մենք մշտապես պետք է աղոթքի մեջ, մեր Տիրոջ ներկայության մեջ գանք, հանդիպենք նրա հետ, որովհետև նրա հետ հանդիպումները հետք են թողնում մեր կյանքերի մեջ։ Կան մարդիկ, ում կյանքի մեջ Աստծո հետ հանդիպումը հետք է թողել։ Հիմա թույլ տվեք ասեմ, բախի չենք հաճախակի հանդիպ։ Ժողովուրդ, նրա ներկայության մեջ է, նրա նույսի մեջ է ամեն բան բացահայտվում եւ երբ որ ինքը հպվում է, ամեն բան փոխվում է։ Բայց միջև հասնում է այդ պահը աղոթքի մեջ, որ դու արդեն պետք է Տիրոջ հետ հանդիպես, վեր ես կենում, գնում ես քո գործերով։ Ծանոթ բան եմ ասում մեր մասին։ Ես էլ եմ այդտենց արել։ Բայց մենք կարիք ունենք նրա հետ հանդիպելու։ Հանդիպումը փոխում է մեր կյանքը։ Եփեսացիս 6:10-11 Այսուհետև եղբայրներ, զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Ուրիշ տարբերակ չկա։ Պիտի զորանանք Տիրոջով, նրա զորության կարողությունով, որ կարողանանք դեմ կանգնել, հակառակվել, չընդունել, հաղթել։ Ինչին? Սատանայի հնարքներին։
հնարքներ կան քո դեմ ուղված, որ քո կյանքը փչացնեն, որ դու վաղը եկեղեցում չլինես, որ դու վաղը Տիրոջից հեռացած մեղքերի մեջ ապրես։ Եթե դու այսօր որոշում չկայացնես, որ քո հոգևոր կյանքը ամրապնդես, կայանաս հոգևորապես։ Ես կամ մյուսը քեզ մի օր որ դուրսը տեսնի, բարևելու է էլի ջերմ, բայց սրտի մեջ ցավ, ասելու այս եղբայրը ինչու էսպես եղավ, այս քույրը։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր ինչ որ պատճառով այստեղ չեն, տկարացել են, գնացել են, բայց եկեք մենք լինենք այն մարդկանցից, ովքեր կայացել են եւ կանգնած են ուրիշներին կայացնելու համար։ Ամփոփելով խոսքս ուզում եմ ասել, ես հավատում եմ, որ Աստված կամենում է իր խոսքի միջոցով սթափեցնել մեզ։ Մի քիչ եկեք լավ ասենք ամեն, էլի։ Ամեն։ Որ մենք անհոգ չլինենք մեր դեմ մղված պայքարի մեջ։ Քիչ առաջ էլ ասացի, հիմա էլ ասեմ։ Երբեմն նայում ես մարդու կյանքին, ինչպես է ապրում, հասկանում ես, որ մարդը անհոգության մեջ է։ Չի հավատում, որ ինքը պայքարի մեջ է։ Չի հավատում, որ իր դեմ ուղղված պայքար կա։ Եվ որ հավատար, Տիրոջով կզորանար։ Ելքն էլ գիտի, ճանապարհն էլ գիտի, բայց չի անում։ Որտեվ լավ չի հավատում։ Այլ մեր պարիսպը կառուցենք եւ պահենք ու թույլ չտանք, որ թշնամին որևէ արժեք գողանա մեզանից եւ խոցի մեզ։ Մեր ճանապարհին զգուշություն անենք, մշտապես Աստծո խոսքը մեր աչքի առաջ ունենալով, որպեսզի չմոլորվենք։ Մեր մեջքը պնդացնելով ճշմարտությունով հաստատ կանգնենք եւ մեր ուժը ամեն օր ավելացնենք, որպեսզի միջև վերջ հաղթենք եւ տեղ հասնենք։ Եկեք կանգնենք աղոթքի, այս ամեն խոսքերը աղոթքով հաստատենք։ Ասենք Տեր, ես չեմ ուզում հանկարծակի գալ, երբ որ թշնամին հասնի ինձ։ Ես չեմ ուզում անհոգ լինել պարիսպը կառուցելու մեջ, ճանապարհին նայելու մեջ։ Ես չեմ ուզում թուլացած ապրել իմ կյանքը։ Ես չեմ ուզում չզորանալ ամեն օր։ Մենք գոհանում ենք քեզանից։ Այս հիասքանչ օրը մեզ պարգևելու համար, քո սքանչելի խոսքի համար շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ դու քո խոսքի միջոցով մեզ ճշմարտությունը բացահայտում ես եւ առաջնորդում ես մեզ, Տեր։ Այո, այսօր քո առջև կանգնած մենք խոստովանում ենք, Տեր, որ թուլացել ենք, տկարացել ենք, Տեր, որ մեր անելիքների մեջ հավատարիմ չենք եղել, ծուլացել ենք, Տեր, խոցվել ենք եւ թուլանալով այլևս չենք ուզեցել կանգնել նորից։ Բայց այսօր խնդրում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար որոշման օր լինի, Տեր, հպվիր ամեն մեկի սրտին, Տեր, թող ամեն մեկի համար բացահայտված լինի իր վիճակը, իր ընթացքը, Տեր։ Եվ ես խնդրում եմ քեզ, որ մեզանից յուրաքանչյուրին առաջնորդես ճշմարիտ ապաշխարության մեջ, ապաշխարությունով նորոգվելու, Տեր, հաստատ կանգնելու ճշմարտությամբ գոտևորված, Տեր, հսկելու, Տեր, որ թշնամու որևէ կրակոտ չհասնի մեզ, Տեր։ Ես խնդրում եմ քեզ, զորացրու ամեն քրոջս ու եղբորս, ամեն մեկս քո կարիքն ունենք այսօր այստեղ կանգնած, Տեր։ Եվ խնդրում եմ քեզ, որ ամեն օր ներգործես մեր մեջ, Տեր, որ մենք ամեն օր գնալով կայանանք, զորանանք եւ հաղթող լինենք, Տեր, եւ կարողանանք ոչ միայն մեզ համար կանգնելու հսկել, այլ ուրիշներին էլ, Տեր, օգնենք հաղթության մեջ։ Խնդրում եմ քեզ, իմ Աստված, զորացրում ես, մենք քո կարիքն ունենք, մեր կյանքը վերստին հանձնում ենք քեզ, ընծայվում ենք քեզ, ուզում ենք այսուհետև առաջնորդես մեզ հաղթությունից հաղթություն, զորությունից զորություն, Տեր, որ ամեն մեկս գիտակցի այն զորավոր հոգին, որ ապրում է իր մեջ, եւ այդ հոգով զորանալով հաղթանակներ կերտի, անվանը դու փառքիդ համար, Տեր։ Մենք փառավորում ենք քեզ, տալով քեզ ամբողջ փառքն ու պատիվը, որին դու եւ միայն դու ես արժանի, Հայր, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։